Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևան այցին առնչվող խորակարգային հարցին։ Ալեն Սիմոնյանը վստահ է, եթե նույնիսկ ընտրություններն այս շաբաթ լինեն, քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով հաղթել։ Նա նաև պնդում է, շփվում են մարդկանց հետ եւ Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցություն ունի։ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում։ Դիվանագետը նշել է, լրագրողներ առանց սահմանների հրապարակած 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը հաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում ազատության օազիս է։ Հրազդան խոշորացված համայնքում 3 կորած 2 տարեկան երեխային դեռևս չեն գտել, որոնումները շարունակվում են։ 2 տարեկան տղան կորել է Մարմարիկ գետի մոտակայքում, կասկածներ կան, որ նա կարող էր անզգուշաբար գետն ընկնել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեղարկել է Ադրբեջան նախատեսված այցը հղում անելով խիտ քաղաքական գրաֆիկին։ Տեղական լրատվամիջոցները սակայն նշում են, այցի չեղարկման պատճառն այն է, որ Թուրքիան Իսրայելի վարչապետի պաշտոնական ինքնաթիռին թռիչքի թույլտվություն չի տրամադրել։ Նեթանյահուի այցը Բաքու նախատեսվում էր մայիսի 7-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Նա միաժամանակ նշել է, դա կարող է անհնար լինել ատելության պատճառով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի պաշտոնում 3-րդ ժամկետով առաջադրվելուն, Թրամփը նշել է, չի քննարկում դա, չնայած զգալի աջակցություն ունի։ Ռումինիայում կայացած նախագահական կրկնակի քվեարկության նախնական արդյունքներով առաջատարը աջակողմյան պոպուլիստ Թրամփի երկրպագու Ջորջ Սիմեոնն է, ձայների շուրջ 40%-ով, երկրորդ փուլ է անցել եւս 2 թեկնածու նախկին սենատոր Կրին Անտոնեսկուն եւ Բուխարեստի քաղաքապետ Նիկուրաս Դանը։ Քվեարկության երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 18-ին։ Skype-ը մայիսի 5-ից դադարել է գործել Messenger-ի սեփականատեր Microsoft-ը նախապես զգուշացրել էր օգտատերերին դրա փակման մասին, առաջարկելով կամ անցնել Teams-ի, պահպանելով իրենց կոնտակտներն ու հաշիվը, կամ ներբեռնել հաղորդագրությունների արխիվը։ Այս փոփոխությունը չի ազդի միայն Skype for Business-ի վրա։ Skype-ը ամենահին Messenger-ներից է, այն 2003 թվականին գործարկված Messenger-ը Microsoft-ը գնել էր 2011 թվականին $8.5 միլիարդ։